շարունակում ենք մեր ուսուցողական խաղերը եւ այս տեսահոլովակում մենք խաղալու ենք սիցիլիական պաշտպանությունը, որի համար հարկավոր է, որ հակառակորդը խաղա 3-4 քայլը եւ մենք դրան պետք է պատասխանենք C5 քայլով։ Հակառակորդը հսկում է կենտրոնը ուղիղ մեջտեղից, իսկ մենք կողանցիկ զինվորով ենք հսկում կենտրոնը։ Ի պատասխան սրա մենք զարգանում ենք ձին, ասեք մենք հսկում ենք կենտրոնը եւ այստեղ կան տարբեր տարբերակներ խաղալու համար։ Մենք կարող ենք խաղալ D6 զինվորը, A6 զինվորը, զին զարգանալ, սակայն ես ցանկանում եմ խաղալ վիշապի տարբերակը, որի համար հարկավոր է խաղալ G6 եւ փիղ G7, հետագայում փողով հսկելու համար այս գիծը։ Հակառակորդը հնարավոր է խաղա D4, այս դիրքում մենք պետք է վերցնենք զինվորը, եւ եթե նա հետ վերցնի, մենք չենք ցանկանում հետ վերցնել, որովհետեւ թագու վերցնելու դեպքում այն կհարձակվի մեր նավակի վրա, փոխարենը մենք զարգանում ենք մեր փիղը, հարձակվելով ձի վրա երկու անգամ, երբ նա պաշտպանում է, մենք զարգացնում ենք մեր ձին եւ պատրաստվում ենք կատարել փոխատեղում։ Երբ նա վերցնում է, մենք ունենք հետ վերցնելու երկու տարբերակ, եթե մենք վերցնենք այսպես, նա կվերցնի եւ մենք կկորցնենք փոխատեղում կատարելու իրավունքը, դրա համար մենք վերցնում ենք այս զինվորով, որը նաեւ մեզ թույլ է տալիս հետագայում զարգացնել նավակը, հարձակվելով այստեղ, իսկ այս դիրքում, եթե մենք գնանք կենտրոն, նա կվերցնի եւ մենք կվերցնենք եւ նա կվերցնի եւ նա կշահի զինվոր։ Մենք չենք կարող գնալ այստեղ, քանի որ թագուն հսկում է, մենք կարող ենք գնալ այստեղ, սակայն այդ քայլից հետո մեր ձին այլևս տեղ չի ունենա գնալու։ Այդ պատճառով մենք պետք է ձին ետ վերադառնանք։ Խաղանք այս քայլը եւ ձին զարգանանք այստեղ։ Այս քայլը խաղալը շատ դժվար է իրականում, քանի որ մարդիկ միշտ ցանկանում են առաջ շարժվել, սակայն երբեմն մենք պետք է ետ դառնանք հետագայում առավելության հասնելու համար։ Մենք կարող ենք վերցնել նաեւ այս զինվորը։ Հակառակորդը արդեն պաշտպանում է։ Այս դիրքում մենք կարող ենք հարձակվել այս զինվորի վրա, զարգանալ ձին եւ կատարել փոխատեղում։ Եթե մենք վերցնենք սա, մենք հարձակվում ենք ձիու վրա, եւ երբ ձին շարժվի, մենք նաեւ կարող ենք վերցնել սա։ Եթե նա վերցնի, կարող ենք վերցնել Հիմա եթե հակառակորդը շահ տա, մենք կարող ենք խաղալ այստեղ արքան, որից հետո եթե նա վերցնի, մենք թագով կվերցնենք, եթե մենք այստեղ գնանք,
Եթե նա վերցնի, մենք կարող ենք վերցնել սա և հարձակվել ձիու վրա երկու անգամ, որը պետք է այս քարը վերցնի, քանի որ հակառակ դեպքում ձին արդեն ծուղակում կգտնվի և չի կարողանա այլևս շարժվել։ Այս դիրքում մենք կարող ենք զարգացնել ձին, զարգանել զինվորը դեպի կենտրոն, թագուհին ետ գալ, այսպես, նաև նավակը բերել դեպի կենտրոն, ներկայիս դիրքում, եթե մենք կարողանանք թագուհիները փոխել, մենք կունենանք առավելություն, քանի որ մենք արդեն ավել ենք երկու զինվոր։ Մենք երկու միավոր ավել ենք և հիմա հարկավոր է միայն վերջնախաղը ճիշտ կերպով խաղալ։ Նա հարձակվում է մեր նավակի վրա և մենք պետք է շարժենք նավակը։ Կարող ենք գալ այստեղ, մյուս նավակը կարող է զարգանալ այս բաց գծի վրա։ Հիմա մենք կարող ենք խաղալ այստեղ հարձակվելով, և եթե նա հրի, մենք կարող ենք գալ կենտրոն։ Հաջորդը կարող ենք զարգանել այս նավակը կամ կարող ենք բացել այս գիծը։ Նաև կարող ենք հրել այս զինվորները։ Հակառակորդը ցանկանում է վերցնել մեր ձին, և եթե մենք վերցնենք, մեր զինվորները իրար առջև կհայտնվեն, որը ճիշտ քայլ չէ։ Այդ պատճառով մենք կարող ենք հարձակվել թղի վրա և մեր օրենքներով փոխել փիղը։ Հաջորդը մենք կարող ենք վերցնել սա և խաղալ այս քայլը, որպեսզի երբ մենք վերցնենք, մեր նավակը արդեն ակտիվանա։ Եկեք վերցնենք։ Վերցնենք զինվորը։ Եվ հիմա մենք կարող ենք հարձակվել նավակի վրա արքայով։ Հակառակորդը կարող է այսպես պաշտպանել կամ այսպես։ Իսկ այս դիրքում մենք կարող ենք խաղալ այս քայլը։ Եթե նա վերցնի, մենք կվերցնենք։ Իսկ այս դիրքում մենք կարող ենք վերցնել, և եթե նա վերցնի, մենք կվերցնենք սա և կշահենք արդեն զինվոր, երրորդ զինվորը։ Եթե նա վերցնի և մենք սա վերցնենք, նա կարող է սա վերցնել։ Դրա համար մենք վերցնում ենք այս նավակը։ Եվ նա չի կարող վերցնել սա, և այստեղ չի կարող հարձակվել, և մենք արդեն արքային կբերենք կենտրոն, և այս մյուս զինվորին կպաշտպանենք այս զինվորով։ Պաշտպանենք մեր զինվորին և խաղանք այս զինվորը դեպի կենտրոն։
մենք հրում ենք զինվորները, արքան է գալիս կենտրոն, եթե հարձակվի, մենք կարող ենք այսպես պաշտպանել։ Եվ մենք հարձակվում ենք այս զինվորի վրա, եթե նա այստեղ գա, մենք վերցնում ենք շախով։ Եվ ապա կարող ենք խաղալ այստեղ և փոխանցել նավակները, և իսկ այս դիրքում մենք վերցնում ենք այս զինվորը, իսկ այս դիրքում մենք կարող ենք խաղալ այս քայլը, քանի որ եթե նա վերցնի և մենք կվերցնենք և նա արդեն չի կարող հասնել մեր զինվորին պահելով, որպեսզի այն թագուհի չդառնա։ Կրկին կարող ենք հարձակվել և այստեղ արդեն պաշտպանում մեր զինվորին։ Երբ արքան այստեղ գնում, մենք կարող ենք հարձակվել։ Եվ հակառակորդը հանձնվում է։ Ահա խաղի վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք բավականին լավ խաղ։ Այն մեզ գնահատում է 1600 վարկանիշ։ Մենք խաղացել ենք սկզբնախաղը 100% ճշգրտությամբ, վերջնախաղը նաև 93% ճշգրտությամբ, սակայն միջնախաղում ունեցել ենք որոշ սխալներ, որը համակարգիչը կարծում է, որ սխալներ են, սակայն ըստ իս դրանք այդքան էլ մեծ սխալներ չէին։ Եվ եկեք տեսնենք խաղը։ Ահա այստեղ մենք խաղում ենք թեորիա, սիցիլիական պաշտպանությունը։ Այստեղ մենք չենք վերցնում, որպեսզի նա չհարձակվի մեր նավակի վրա, այլ հարձակվում ենք երկրորդ ձիի վրա։ Այստեղ զարգանում ենք ձին, երբ նա վերցնում է, մենք վերցնում ենք, երբ հարձակվում է, մենք ետ ենք դառնում, քանի որ եթե մենք գնենք այստեղ, հակառակորդը կարող է վերցնել, իսկ եթե այստեղ գնանք, այս քայլով մեր ձին արդեն տեղ չէր ունենա գնալու, տեսեք, բոլոր վանդակները հսկված են։ Դրա համար այստեղ մենք ետ ենք վերադառնում։ Այս դիրքում մենք կարող ենք վերցնել զինվորը, սակայն ես ցանկացա ավելի կարևորել մեր քարերի զարգացումը։ Իսկ այստեղ կարևոր կետ էր խաղում, քանի որ եթե մենք ուշադիր չլինեինք, նա այստեղից ուներ շախ, որը կարող էր վտանգավոր լինել։ Դրա համար մենք վերցրեցինք և ինչ-որ չափով հսկեցինք այդ վանդակը։ Եթե նա վերցներ, մենք վերցնեինք և նա շախ տար, մենք արքան կրկին կարող ենք գալ այստեղ։ Այստեղ կարևոր էր չվերցնելը, քանի որ եթե մենք վերցնեինք, նա կարող էր վերցնել և մեր արքային կտրել, նաև թագով։ Դրա համար մենք հարձակվում ենք ձիու վրա, երբ նա վերցնում է, մենք խաղում ենք այստեղ։ Եվ տեսեք հիմա, որ նրա փիղը սպիտակ է, սպիտակադաշտ է, և մեր զինվորները բոլորը գտնվում են սպիտակ վանդակների վրա, բացառությամբ այս մեկի, իսկ մեր ձին կարող է սև դաշտից գնալ դեպի սպիտակ և սպիտակից դեպի սև, հսկելով տարբեր գույնի վանդակներ։
Եվ այստեղ փոխարինում ենք մեր թագուհիները, բացում ենք դիրքը, եւ այստեղ եթե նա վերցներ, մենք կարող ենք վերցնել եւ նա պաշտպանում է, այս դեպքում մենք վերցնում ենք, երկու նավակներն էլ կարող ենք վերցնել եւ հաղթելու ենք, քանի որ մեր զինվորները կենտրոնով գնալու են դեպի առաջ եւ թագուհի մտնի։ Եվ այս դեպքում մենք պարզապես հրում ենք զինվորները եւ այս դեպքում արդեն հակառակորդը կարող է հասնել, քանի որ մեր արքան կարող էր այստեղով գալ, ասենք թե եթե արքան գար այստեղ, մենք կարող ենք այստեղ գնալ, եթե խաղար, մենք գալու ենք եւ հարձակվում ենք նրա վրա, եւ այս քայլից հետո մենք կարող ենք խաղալ այստեղ, եւ եթե նա վերցներ, մենք կարող ենք թագուհի մտնել։ Եթե մենք վերցնենք եւ նա վերցներ, մենք պետք է գանք այստեղ պաշտպանելու համար վանդակը, սակայն կարող ենք միանգամից թագուհի մտնել եւ նա չէր կարող սա վերցնել, քանի որ արդեն շախ էր։ Եթե նա գնար այստեղ, մենք կարող ենք գալ այստեղ եւ այսպես հայտարարել։